Սիրելի հայեր, էլ ոնց ձեզ ասեմ, որ Հիսուս Քրիստոսը վերադառնում է։ Ինչու եք այդքան թերահավատ ու անհավատ։ Ինչու է ձեր համար թվում զառանցանք կամ ֆանտաստիկ ժանրից ինչ-որ կեղծիք, սուտ, հեքիաթ, երբ ձեզ ասում են, որ Հիսուս Քրիստոսը վերադառնում է։ Աստվածաշնչում գրված է, Տեր Հիսուս Քրիստոսն ինքն է ասել, որ ինքը վերադառնալու է մեր հետևից և տանելու է մեզ իր հոր թագավորություն։ Տեր Հիսուս Քրիստոսը վերադառնում է, նա եկավ երկիր առաջին անգամ որպես մարդ, ծնվեց մարդու մարմնում, որպեսզի մեզ փրկի հավիտենական մահից, այսինքն դժոխքից, նա եկավ ինքն իրեն զոհաբերեց, իր արյամբ մեր համար ձեռք բերեց, գնեց, փրկագնեց հավիտենական կյանք և ազատեց մեզ դժոխքից, մահից, խաչի վրա նա մահացավ, հանուն քեզ, հանուն ինձ, հանուն մեր բոլորին և նա արեց այդ սիրո մեծագույն քայլը, փրկել իր զավակներին մահից Աստված լինելով, գալ երկիր, մարդ դառնալ, մարդու մեջ ծնվել, հանուն իր զավակների փրկության։ Եվ եթե դու քրիստոնյա ես, ուրեմն դու հավատում ես դրան։ Եթե դու դրան չես հավատում, ուրեմն դու քրիստոնյա չես։ Եթե չես հավատում կամ չգիտես, ուրեմն վերանայիր քո քրիստոնյա լինելը հենց այս պահին և իմացիր, որ Տեր Հիսուս Քրիստոսը Աստված է, Հայր Աստծու որդին և ինքը կար ամենասկզբից և հոր հետ, Հայր Աստծու հետ արարեց և ստեղծեց երկինքն ու երկիրը և ամեն ինչը և ամեն ոգին, ով կա ամեն ոգ, այսինքն մարդուն, ով կա տիեզերքում և աշխարհում, ստեղծեց Հայր Աստվածը և նրա որդին Տեր Հիսուս Քրիստոսը։ Եվ նա մեր փրկության համար ծնվեց մարդու մարմնում, որովհետև հենց իր օրենքով, Աստծու օրենքով, մեղքերի դիմաց մարդը պիտի վճարի իր արյամբ, իր կյանքով։ Եվ Տեր Հիսուս Քրիստոսը եկավ իր արյունը թափեց, որպեսզի քեզ, ինձ ազատի մեր մեղքից, նա իր վրա վերցրեց մեր մեղքերը և խաչի վրա մեր մեղքերի համար վճարեց իր արյամբ։ Եթե դու այսքանը չգիտես, ուրեմն դու քրիստոնյա չես։ Տեր Հիսուսը մահացավ խաչի վրա և երրորդ օրը հարություն առավ, մեռելներից հարություն առավ նա նորից իր մարմնով, կենդանացավ, այսպես ասեմ, նրա հոգին իր նույն մարմնով հարություն առավ և նա կենդանի Աստված է։ Նրա ձեռքերի ու ոտքերի վրա կան այն մեխերի տեղերը, որոնք մեխվեցին նրա մարմնի մեջ, որ նա խաչին բարձրացավ քո փոխարեն, իմ փոխարեն, այն մեխերը, որ պետք է մեր մեջ մխրճվեին։ Նա կենդանի Աստված է։ Եթե դու գոնե այսքանը չգիտես, ուրեմն դու քրիստոնյա չես։ Դու մինչև հիմա իրական քրիստոնյա չես եղել, հենց հիմա ծնկի արի Տիրոջ առաջ աղոթքով, խնդրիր Տեր Հիսուս Քրիստոսին, որ գա քո կյանք և քեզ ցույց տա իր ճշմարտությունը և քեզ մաքրի ամեն մեղքից ու չարից, ամեն չարագործությունից, որ դու արել ես, ամեն անարդարությունից, ամեն սխալից, մոլորությունից և գայթակղությունից։ Ընդունիր քո մեղքերը, քո սխալները և խնդրիր ներողություն Տիրոջից, Տեր Հիսուս Քրիստոսից, նա է քո փրկիչը և նա է քեզ փրկել, հավիտենական կյանք տվել և նա է քեզ դատելու, երբ գա մեծ դատաստանի օրը, երբ բոլոր ազգերը կկանգնեն նրա առաջ, որպեսզի Տեր Աստված իր մեծ դատաստանը կայացնի յուրաքանչյուր մարդու վրա, յուրաքանչյուր հոգու վրա։ Քանի դեռ ժամանակ ունես քո փրկչից և քո դատավորից ներողություն խնդրիր քո բոլոր մեղքերի համար, Հայր Աստվածը դատերը հանձնել է իր որդուն, որովհետև իր որդին եկավ և իրեն զոհաբերեց հանուն մեր փրկության և Տերը դա արել է մեզ համար, սակայն եթե մենք չընդունենք նրա տված անգին պարգևը,
հավիտենական կյանքի, փրկության պարգևը։ Մենք չենք փրկվի, մենք կգնանք դժոխք։ Եթե մենք չապաշխարենք, մենք կգնանք դժոխք։ Եթե մենք չընդունենք, որ Տեր Հիսուս Քրիստոսը Հայր Աստծո որդին է եւ ինքն էլ Աստված եւ կար ամենասկզբից եւ Աստծո կողքին էր, եւ նա մարմին ստացավ եւ եկավ աշխարհ, որը հենց ինքն էր ստեղծել, եւ ինքը աշխարհի լույսն էր եւ մութը չկարողացավ իշխել նրան։ Եթե մենք չընդունենք, որ նա է կյանքի հացը, նա է կյանքի ջուրը, նա է միակ ճշմարտությունը եւ միակ ուղին, որով կարող են գնալ դեպի Աստված եւ գտնել Աստծուն եւ ընդունվել Աստծո կողմից, մենք փրկություն չենք ունենա։ Եթե այս ամենը, որն ամենակարևորն է մարդու համար, դու չգիտես եւ չես ընդունել մինչեւ հիմա, ուրեմն դու քրիստոնյա չես, ուրեմն դու Քրիստոսի զավակը չես ճշմարիտ, ուրեմն դու մերժում ես քո Տեր Աստծուն եւ քո փրկությունը, ուրեմն հենց հիմա ամեն ինչ թող եւ ծնկի եկած աղոթիր կանչելով Հիսուս Քրիստոսի անունը եւ խնդրելով, որ նա գա քո կյանք եւ իր ներկայությամբ լցվի քո կյանքը եւ մաքրի քեզ, ազատի քեզ եւ փրկի քեզ։ Ընդունիր քո բոլոր մեղքերն ու սխալները, գիտակցված եւ չգիտակցված, եւ զղջումով ներում խնդրիր, մեղքերի թողություն խնդրիր քո Աստծուց եւ քո Տերը, քո Տիրոջից ու քո Փրկչից։ Եվ ընդունիր Սուրբ Երրորդությանը, որ ճշմարիտ Աստվածն է մեր Հայրը, Որդին եւ նրանց Սուրբ Հոգին, չկա ուրիշ ճշմարտություն եւ ուրիշ Աստված։ Սա է այն ամենակարևորը, որ մեզանից յուրաքանչյուրը պիտի իմանա եւ պիտի ապրի այս ամենով եւ եղեք Տիրոջ կամքի մեջ, եղեք Տիրոջ խոսքի մեջ, ապրեք նրա պատվիրաններով, որովհետև նա ով կսիրի Հիսուս Քրիստոսին, նա ով կսիրի Աստծուն, նա կապրի Տիրոջ պատվիրաններով։ Փառք քեզ իմ Հայր Աստված, փառք քեզ իմ Տեր Աստված, փառք քեզ իմ Տեր Հիսուս Քրիստոս, փառք քեզ իմ Սուրբ Հոգի, որ այս ամենը տվեցիր մանուկներին, ովքեր որ ամբողջ սրտով եւ մաքուր հավատով սիրեցին քեզ եւ եկան քո հետևից։ Եվ այդ մանուկները մենք ենք, այն բոլոր մարդիկ, ովքեր չունեին իմաստություն, չունեին գիտություն, բայց ունեն հավատացող եւ սիրող սրտեր եւ պատրաստ են քայլել Հիսուս Քրիստոսի հետևից։ Փառք քեզ իմ Տեր Աստված։